Մարտունու տարածաշրջանային եւ բժշկական քոլեջների ուսանողները, դպրոցականները մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպմանը քննարկում են կրթության իրավունքին, իրավահավասարությանն ու հակախտրականությանն առնչվող հարցեր։ Երիտասարդների լիարժեք ներգրավվածությունն ապահովելու համար պանելային քննարկումը հենց նրանք են վարում։ Հանդիպման գաղափարը ծագել էր մարդու իրավունքների պաշտպանի Մարտունի կատարած նախորդ այցի ժամանակ։ Իմ հիմնական գաղափարն այն է, որպեսզի երիտասարդների ձայնը լսելի լինելու հետ կապված խնդիրները լուծվեն ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլ այս խնդիրները լուծված լինեն նաև մարզերում, եւ հենց դա է պատճառը, որ հենց Մարտունի քաղաքում ենք այս պահին այս միջոցառումը կազմակերպում Մարտունու երիտասարդների ներգրավմամբ։ Ներկայացնում եմ Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջը։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ քոլեջի անձնակազմի անունից նման հնարավորություն ընձեռնելու համար։ Դահլիճում ներկայ նաև դպրոցի աշակերտներ, ովքեր մեզանից օրինակ վերցնելով հաջորդ հանդիպումների ընթացքում իրենք ներկայացնեն իրենց ուսումնական հաստատությունները։ Քննարկումն ավելի լայն ծավալվում է կրթության իրավունքի իրացման խնդրի շուրջ։ Երիտասարդներին հետաքրքրում են մասնագիտությունների պահանջարկին, գրավչության բարձրացմանը, ուսման եւ աշխատանքի համատեղելիությանը վերաբերող հարցեր։ Շատ կարևոր ասպեկտներով անդրադարձ ենք կատարել ազգային փոքրամասնությունների իրավունքներին, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությանը, ընդհանրապես հակախտրականության ոլորտի չափանիշներին եւ այդ առումով պետական մարմինների աշխատանքների հետ կապված հարցերին եւ նաեւ կրթության բնագավառի կողմից տրվող հնարավորությունները, դրանք եւս շատ կարևոր քննարկման նյութ են։ Տարբեր ոլորտներում իրենց մասնակցությունն ապահովելու եւ որոշումների կայացման գործընթացում ակտիվ ներգրավվելու համար երիտասարդներն առաջին հերթին պետք է նախաձեռնող լինեն։ Այս դեպքում միայն նրանց ձայնը լսելի կլինի, իսկ գործունեությունը արդյունավետ։ Մարդու իրավունքների պաշտպանի խորհուրդն է սովորողներին։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։